Արագությունը 110։ Թռիչքին պատրաստ ենք։ Պատրաստ ենք 155։ Թռիչք։ Երկու օդաչուների հմուտ ու համաձայնեցված որոշումների շնորհիվ Boeing օդանավը բարեհաջող փոխվում է թռիչքուղուց եւ հանգիստ շարունակում ընթացքը երկնքում։ Վառելիքի պաշար, առավելագույն բարձրություն եւ արագություն Boeing-ի համար չափանիշները չեն գերազանցում ու դժվար է պատկերացնել, որ այս ամենը ընդամենը փոքրիկ սենյակում է ու ոչ թե իրականություն է, այլ խապկանք, վիրտուալ թռիչք, վիրտուալ, բայց իրական պատկերներով, եղանակային կանխատեսումներով եւ կարգավարներից ստացված տեղեկություններով։ Ինչպես կառավարել Boeing 737 օդանավը եւ ինչ է կատարվում օդաչուի խցիկում։ Այս ամենը վիրտուալ տարբերակով զգալու հնարավորություն ունենք։ Մեր օդանավը թռիչք է կատարել Մոսկվայի Շերեմետյևո օդանավակայանից, կարող ենք պտտվել ամբողջ աշխարհով եւ նորից վերադառնալ նույն օդանավակայանը։ Վիրտուալ թռիչքում ամեն ինչ հնարավորինս իրականությանն է մոտեցված։ Համակարգչային գրաֆիկան լիովին համապատասխանեցված է Մոսկվայի Շերեմետյևո օդանավակայանին, իսկ վարժասարքը վարելը նույնպես բարդ է, իհարկե իրական թռիչքից վիրտուալը տարբերվում է, բայց եւ վարժասարքը բավական էֆեկտիվ է սկսնակ օդաչուների համար։ Սա ռազմական ավիացիայի օդաչու Հարություն Զաքարյանի գնահատականն է։ Նա առաջին անգամ էր Boeing-ի ղեկին, այստեղ անգամ 30 տարվա օդաչուական փորձը չօգնեց։ Այստեղ դուք Boeing-ի օդաչու զգում եք։ Դե սկսնակ Ես ձև ասեն, սկսնակ օդաչու, որովհետև լյուբոյ բավականին ժամանակակից տեխնիկայի հետ միանգամից չի կարող ոչ մի օդաչու ասել, որ կարող են ըստեև թռնել, դրա համար ժամանակը պետք սովորելու եւ պատրաստվելու։ Մենք էլ ունենք համապատասխան վարժասարքեր մեր զորամասում, տվյալ վարժասարքի վրա կատարում են բոլոր գործողությունները, ինչ որ նախատեսված է ռազմական ավիացիային, ինչ որ ներկայիս դրությամբ ես հիմա տեսնում եմ քաղաքացիական ավիացիայի տվյալ վարժասարքի վրա։ Որպես քաղաքացիական ավիացիայի վարժասար Գյումրիի Boeing-ը միակն է, այն ստեղծվել է, այսպես ասենք, տնային պայմաններում։ Boeing 737-ին նմանեցված սարքավորումների մի մասը ձեռք է բերվել Եվրոպայից ու հիմա հեղինակն աշխատում է վարժասարքը կատարելագործելու ուղղությամբ։ Փորձելու է նաև շարժում ստանալ, սա վիրտուալ թռիչքն իրականին ավելի շատ կմոտեցնի։ Ճանաչել եմ, որպեսզի ստանա 220 աստիճանի պրոյեկցիա եւ երբ որ դու նստում ես ղեկին, օդաչուի տեղում ես նստում, քեզ ամբողջովին բոլոր կողմերից երևում է տեսարաններ, երևում են իրադարձությունները, այն միջավայրում ես գտնվում, որը նման է իրականին եւ քեզ առավելագույնը զգում ես որպես օդաչու։ Ինքը այնքանով է հաճիկ, որ դու քեզ պատկերացնում ես օդանավում, թե ինչպես կարող ես վարել, առաջին անգամ զգալ ինչպես կարելի է վարել օդանավ, հա, լրիվ հարմարեցված է սարքավորումները նույն ինքնաթիռի մեջ եղած սարքավորումներին։ Boeing-ի օդաչուները վիրտուալ տարբերակով սովորում են ինքնաթիռը կառավարել, վթարային վայրեջքի ժամանակ ճիշտ կողմնորոշվել, հաճախ օդանավը նաև կործանվում է։ Boeing-ի վարժասարքը կառավարելու համար մի քանի դասընթացներ են անհրաժեշտ։ Արդեն 4-րդ անգամ է զուտ իմ ցանկությամբ գալիս եմ այստեղ, կարելի է ասել արդեն 10%-ը ըմբռնել եմ, որովհետև իրականում Boeing-ի վարորդները 6 տարի պետք է սովորեն, որ առաջ անգամ թույլ տրվի նրանց վարելու իսկական Boeing, բայց ես արդեն մի քանի հաջողումով կարողանում եմ Boeing-ը բարձրացնել երկինք։ Եթե օդանավը կարողանում են օդ բարձրացնել, նշանակում է, որ առնվազն վիրտուալ օդաչու դառնալու հույսեր կան։ Գյումրիի Boeing-ը առայժմ կիրառություն չի գտել, այն ոչ թե զվարճանալու կամ ադրենալինի պաշարն ավելացնելու ատրակցիոն է, այլ եզակի ուսումնավարժական սարք, որը ցանկության դեպքում կարող են օգտագործել սկսնակ օդաչուներն ու ուսանողները։ Համենայն դեպս հեղինակները պատրաստ են ընդունել դրա կիրառության ցանկացած խելամիտ առաջարկ։ Լուսինե Հայրապետյան, Արթուր Մելիքյան, Հորիզոն։